Սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք կարևոր հանդիպման մասին, որը տեղի ունեցավ Վաշինգտոնում Բենյամին Նետանյահուի եւ Դոնալդ Թրամփի միջև եւ դրա արդյունքների մասին, որովհետեւ մի շարք կարևոր հետևանք ունի արդեն այս պատմական կարելի ասել հանդիպումը։ Առաջի հերթին ես ձեզ կոչ եմ անում անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին, դրեք զանգակը, անպայման լայքեք այս վերլուծությունը, սա շատ կարևոր է մեր ալիքի հետագա զարգացման համար։ Ցանկության դեպքում դուք կարող եք աջակցել ալիքին, ուրեմն նկարագրությունում այս վերլուծության, ինչպես նաև ալիքի նշված կրիպտոարժույթների հասցեների միջոցով անցնենք առաջ։ Բենյամին Նետանյահուն, ինչպես գիտեք, մենք սրա մասին խոսել ենք, մեկնեց Վաշինգտոն եւ Վաշինգտոնում հանդիպեց Դոնալդ Թրամփի հետ։ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման օրակարգում գլխավոր հարցերն էր Իրանի հարցը եւ Թուրքիայի հարցը։ Եվ կարծես Թուրքիայի հարցը ավելի նույնիսկ կարևոր էր այդ փուլում, բայց Իրանի հարցի շուրջ կային նաեւ կարևոր որոշումներ համոզված եմ, որովհետեւ հիմա կխոսենք, թե ինչ որոշումների մասին է խոսքը։ Առաջինը պետք է նշել, որ Դոնալդ Թրամփը այդտեղ նշեց, որ Էրդողանի հետ ունի լավ հարաբերություններ եւ դրա շնորհիվ կփորձի, որ կայունացնի իրավիճակը Սիրիայում, որովհետեւ Իսրայելին դա անհանգստացնում է։ Եվ մենք ունենք առաջի տվյալներ արդեն, որը հաստատել է այսօր Հակամ Ֆիդանը, Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, որ բանակցություններ են ընթանում ուրեմն Ադրբեջանում Իսրայելի եւ Թուրքիայի միջև։ Դուք հիշում եք, մենք վերջերս խոսեցինք հենց դրա մասին եւ շատ ակտուալ էր, որովհետեւ Իլհամ Ալիևը հայտարարություն արեց երեք հանրային, միջև իմացանք, որ բանակցություններ են Ադրբեջանում տեղի ունենում Թուրքիայի եւ Իսրայելի միջև, որ Ադրբեջանի համար ուշադրություն Թուրքիան եղբայր եւ դաշնակից է, իսկ Իսրայելը գործընկեր է եւ Ադրբեջանը ցանկանում է, որ իրենց հարաբերությունները լինեն նորմալ։ Ադրբեջանում ընթացող հիմա բանակցությունների օրակարգի հարց է Սիրիայում բաժանել ազդեցությունների գոտիները, փաստորեն որոշել, թե որտեղ Թուրքիան կկարողանա մտնել, որտեղ ոչ, որովհետև ըստ Թուրքիայի ամբողջ Սիրիան է Սիրիային պատկանում։ Եվ Թուրքիան կարա Սիրիայի հետ պայմանավորվի, որտեղ ուզում է, ինչ ուզում է անի։ Բայց փաստորեն Իսրայելը եւ Միացյալ Նահանգները սահմանափակում են Էրդողանի այս ցանկությունները Սիրիայում եւ հիմա գլխավոր բանակցություններ են գնում Ադրբեջանում կկարողանան թե չէ կողմերը պայմանավորվել նրա մասին, որ Սիրիայի կենտրոնում Պալմիրայում եւ Համայում Թուրքիան կկարողանա թե ոչ ունենալ ռազմակայաններ։ Հյուսիսում ունի, հարավում չի ունենա որևէ դեպքում։ Նկատի ունեմ Դամասկոս, Դամասկոսից ավելի հարավ Դարաայի շրջանը կամ Հոլանի բարձունքները։ Խոսքը գնում կենտրոնի հատվածում կտա Իսրայելը այդ հնարավորությունը Թուրքիային թե ոչ։ Բենյամին Նետանյահուն ուրեմն հայտարարել է Դոնալդ Թրամփին, որ Թուրքիայի ներկայությունը Սիրիայում վտանգ է Իսրայելի համար։ Իսրայելի պաշտպանության նախարարությունը միևնույն ժամանակ հետաքրքիր հայտարարություն է արել, ասել է, որ մենք չենք ուզում Թուրքիայի հետ բախվել Սիրիայի տարածքում, բայց եթե դա տեղի ունենա, մենք պատրաստ ենք։ Շատ բարձրաձայն, սենց հստակ հայտարարություն է։ Դրա զուգահեռ թուրքական սոցիալական ցանցերում տարածվում են արհեստական բանականության կողմից ստեղծված տեսահոլովակներ, որտեղ որ թուրքական դրոշներով զինվորները մտնում են Երուսաղեմ եւ շատ լուրջ տարածում ունի։ Բացի դրանից, ամբողջ թուրքական ԶԼՄ-ները քննարկում են կեղծ հայտարարությունը, իբրև Դոնալդ Թրամփը հայտարարել է, ինչը տեղի չի ունեցել, որ եթե Թուրքիան ուզենա, Թուրքիան կարա Իսրայելը գրավի, Թուրքիան շատ հզոր պետություն է։ Այդպիսի քննարկում ուղղակի չի եղել, այդպիսի հայտարարություն։ Եվ այդտեղ թուրքական ԶԼՄ-ները Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ գործելու համար եւ միևնույն ժամանակ ընդդիմության դեմ գործելու համար խոսում են նրա մասին, որ եթե Թուրքիան որոշի 3 օրում կարա Թել Ավիվը գրավի։ 3 օրում կարա Իսրայելը գրավի, եթե Թուրքիան որոշի։ Զուգահեռ դրա գնում է բանակցություններ Ադրբեջանում։ Եվ դա մի փուլն է այս հարցի, որովհետև
Ադրբեջանը մենք արդեն տեսանք, որ արդեն Ադրբեջանը ասում է եղբայր եւ դաշնակից գործընկեր։ Գործընկերի հետ անում են բիզնես, եղբայր եւ դաշնակցին աջակցում են բոլոր դեպքերում։ Ուրեմն թուրքերին չեն դավաճանելու թուրք-ադրբեջանցիքը, հրեաներին են դավաճանելու։ Հրեաները դա հաշվի կառնեն, ես համոզված եմ, բայց այստեղ կա ուրիշ մարտավարական նաև օրակարգ, որը մենք քննարկել ենք։ Երկրորդ գլխավոր հարցը Իրանի հարցը։ Դոնալդ Թրամփը հստակ ասաց, որ սպասվում է բանակցություններ երկկողմ ուղղակի բանակցություններ Իրանի հետ շաբաթ օրը Փեսախի օրն է, դա շատ հետաքրքիր է։ Փեսախը հրեաների շատ կարևոր հրեաների համար օր է եւ ազատելու ազատագրության ազատությունների մասին է այդ ուրեմն օրը Փեսախը եւ այդ ավանդույթը եւ կարելի ասել որ ընդհանրապես եթե մենք հիշենք անցյալ տարի երբ Իսրայելը հարձակվեց ապրիլի 19-ին հստակ որ լինենք երբ հարձակվեց պատասխան գործողություններով բայց հարձակվեց Իրանի վրա Իսրայելը ապա Փեսախի մյուս օրն էր այդ հարձակումը եւ դա շատ հետաքրքիր էր հիմա կան հայտարարություններ որ բանակցությունները լինելու են հենց շաբաթ օրը Փեսախի օրը հարցը նրանում է որ Իրանից հաստատում դրա չկա որովհետեւ Դոնալդ Թրամփը այսպես է ասում ես համոզված եմ Իրանը կհամաձայնվի երկկողմ ուղղակի բանակցություններին Իրանը ասում է ոչ մենք համաձայն չենք միայն Օմանի միջոցով ենք պատրաստ բանակցել ձեր հետ Դոնալդ Թրամփը ասում է ես համոզված եմ իրանք կհամաձայնվեն Պաստորեն սրանով ճնշում է դիմադրում որ համաձայնվեն եթե չհամաձայնվեն ապա կարան արդեն սկսվել ռազմական գործողություններ ինչու որովհետև Դոնալդ Թրամփը հստակ ասաց որ եթե չլինի առաջընթաց ռազմական գործողությունների հավանականությունը շատ բարձր է եւ մենք պատրաստ ենք պատերազմի համար ել ոնց դրանից ուղիղ ասի այնինչ նկատի ունի շատ կարևոր է այստեղ նշել որ փաստորեն դեդլայններ կան դեդլայն նկատի ունեմ որ ժամանակ է տալի Իրանին եւ շատ քիչ ժամանակ է տալի Դոնալդ Թրամփը եւ Իրանը պետք է որոշումներ կայացնի այդ քիչ ժամանակում այնպիսի քայլեր անի, որը անհրաժեշտ է։ Հիմա ինչպիսի քայլերի մասին է խոսքը գնում։ Շատ կարևոր հարց է, որովհետեւ միևնույն ժամանակ Նետանյահուն Դոնալդ Թրամփին Վաշինգտոնում հանդիպման ընթացքում ասեց. մենք ակնկալում ենք միայն Լիբիայի ուրեմն սցենար Լիբիայի նման մոտեցում Իրանի միջուկային ծրագրին ինչ է լիբիական սցենարը Լիբիայում ընդհանրապես ամբողջությամբ ոչնչացվեց միջուկային ծրագիրը պայթեցվեցին բոլոր այդ կառույցները եւ դա արվեց Միացյալ Նահանգների մասնակցությամբ եւ ղեկավարությամբ եւ ընդհանրապես ավարտվեց միջուկային ծրագիրը այսօր փաստորեն խոսքա գնում նրա մասին որ Իրանը իհարկե դրա դեմ է Իրանը ուզում է միջուկային ծրագիրը շարունակել եւ ասում է որ սա խաղաղ միջուկային ծրագիր է բայց միևնույն ժամանակ ասում է եթե մեր վրա հարձակվեք մենք կստեղծենք ատոմային ռումբ արդեն ինչը շատ զարմանալի հայտարարություն է որտեղ խաղաղությունից դուրս է գալի արդեն ատոմային ռումբի մասին խոսակցություն կա բայց ընդհանրապես գիտենք որ արդեն Իրանը այնպիսի մակարդակի հասցրել իր ատոմային ծրագիրը միջուկային ծրագիրը որ դա այդքան էլ խաղաղ միջուկային ծրագրի նման չէ ուստի լիբիական սցենարը նշանակում է ոչնչացնել ամբողջությամբ միջուկային ծրագիրը ցանկությամբ առանց խոչընդոտելու բայց դրա դեմ է փաստորեն Իրանը իսկ Դոնալդ Թրամփը եւ Նետանյահուն երկրորդ անգամ արդեն հանդիպեցին եւ փաստորեն կարելի ասել որ հետաքրքիր է ինչու մեկնեց եւ հանդիպեց որովհետեւ կարելի էր նույն բանը հեռախոսով խոսել անհրաժեշտություն շտապ հանդիպման չկար ենթադրում եմ որ անհրաժեշտությունը գալիս էր նրանից որ պետք է որոշումներ արդեն կայացվեր եւ լիբիական սցենարի մասին խոսելը իզուր չի դրվում է կոնկրետ հարց լիբիական սցենար շաբաթ օրը եթե միջև շաբաթ օրը այդ հարցը չլուծվի
ապա փաստորեն այն ինչ մենք արդեն խոսել ենք Դիեգո Գարսիայի վրա, տեղակայված B2 համակարգները, ուրիշ տեղերում տեղակայված համակարգները, ավիակիրները, որոնք շարունակում են հավաքվել, ուրեմն Իրանի շուրջ իրենք աճում են իրենց քանակը, հնարավորությունները դեպի Իսրայել, Ամերիկան ուղարկել են նոր Patriot համակարգներ։ Մի խոսքով տարածաշրջանը պատրաստ է պատերազմի եւ այստեղ պետք է կարճ նշեմ, որ Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջև այդ զորավարժությունները, որոնց մասին եղավ հայտարարություն, իրանք իրականում կարելի ասել հասկանալի է, որ Հայաստանը իր տարածքում եւ Իրանը իր տարածքում է տեղի ունենում։ Ես կասեի, որ սա ավելի գնահատական կտամ սրան, որ սա ավելի մարտավարական, ուրեմն համագործակցության մասին, այլ ոչ թե ռազմավարական։ Ինչ նկատի ունեմ։ Այս փուլում, երբ Իրանի շուրջ այսպիսի իրավիճակ է ստեղծվել, Հայաստանի համար ռազմավարական իրեն դրսևորելը ինչպես Իրանի աջակից, դաշնակից կամ ընկեր վնասակար է ուղղակի Հայաստանի անկախության, անվտանգության համար։ Մյուս կողմից, եթե Ադրբեջանը փորձի օգտագործել այս իրավիճակը Իրանի վրա հարձակվելու համար, իսկ դա արդեն ուրիշ հարց է, կամ Հայաստանի վրա, այդտեղ Իրանի հետ մարտավարական առումով համագործակցությունը այն իրավիճակից դուրս գալով, որ շահը համընկնում է, այն առումով, որ Հայաստանը եւ Իրանը պահպանեն սահման, շատ պարզ շահ է, ես չեմ կարծում, որ որևէ մեկը նույնիսկ Միացյալ Նահանգներում, Իսրայելում չեն հասկանում այս շահը Հայաստանի համար։ Հայաստանի համար դա կենսական է, ունենալ սահման Իրանի հետ։ Նույնիսկ եթե Իրանը խնդիրներ ունի այդ պետությունների հետ, Հայաստանի համար սահման ունենալը Իրանի հետ կարևոր է կետ, եւ դա շատ պարզ է իմ պատկերացումով։ Ուստի այս զորավարժությունները ոչ պետք է թերագնահատենք, ոչ գերագնահատենք, եւ պետք է հասկանանք, որ սա էլ բալանսավորված այն մոտեցումները, որը այս պահին Հայաստանը ծավալում է, գալիս է առաջի հերթին նաեւ նրանից, որ վերջերս Հայաստանը զբաղեցրել այդ անցակետները եւ սահմանը Իրանի հետ եւ այո, այդտեղ կա անհրաժեշտություն էլ ավելի լավ պատրաստ լինելու Հայաստանի տարածքում հայկական զորքերը պետք է այս զորավարժություններում Հայաստանի տարածքները պաշտպանելու առումով ամրապնդեն իրենց հնարավորությունները, որովհետև այդ հատվածում ամենաշատ վտանգներ կան։ Դա փաստ է, դա բոլորս գիտենք։ Ուստի սիրելի հայրենակիցներ, մենք սպասում ենք տեսնենք ինչով կավարտվեն բանակցությունները Ադրբեջանում, ինչով կավարտվեն բանակցությունները Միացյալ Նահանգներ, Իրան ուղիղ, եթե կլինեն շաբաթ օրը, եւ մենք արդեն սպասում ենք տեսնենք Սիրիայում իրավիճակը ինչպես կզարգանա, եւ զուգահեռ դրա կա Գազայի զարգացումները առանձին, որտեղ որ մենք նաեւ հետևում ենք իրավիճակին եւ ուկրաինական հարցերը ակտիվ շարունակվում եւ զարգանում են։ Ես ուզում եմ ձեզ հարց տամ, թե որ թեմաներն են ձեզ ավելի հետաքրքիր, որ մենք քննարկենք, որովհետև մենք կարող ենք նաև խոսել ձեր հետ տնտեսական հարցերի մասին, եւ գիտեք, որ Միացյալ Նահանգները տնտեսական պատերազմ են վարում, նաև գրեք մեկնաբանություններ, անպայման լայքեք այս վերլուծությունը եւ կհանդիպենք։ Շնորհակալ եմ ուշադրության համար։